Ողջույն, սիրելի Facebook-յան ընկերներ, շատ վաղուց եթերներ չեմ ունեցել, բայց սրանից հետո կունենամ շատ շուշուրտ եթերներ, ես միշտ կանգնած եմ իմ պետության կողքին, պետականության և բոլոր կառույցի ղեկավարների։ Իմ աջակցությունը երկրի պետությանը, պետականությանը և պարոն վարչապետին, պարոն վարչապետ դու մենակ չեք, դուխով, կանգնած ենք քո կողքին, գիշեր ցերեկ միշտ արթուն ենք, ողջունում եմ իմ բոլոր կառույցի ղեկավարներին, դուխով, մենք ձեր կողքին ենք։ Ուզում եմ անդրադառնամ այդ էլեկտրոցանցերին, ես Թալինի շրջանի գյուղարագածավանից եմ, բոլորդ իս ճանաչում եք, ժողովուրդ ջան։ Այսօր մենք զբաղվում ենք հիմնականում գյուղատնտեսության հողագործությամբ, մոտավոր գյուղարագածավանի հողերը, որ ժողովուրդը մշակում են, 60%-ը հոսանքներով և նասոսներով։ Ամեն մի օրը մի խնդիր առաջանում է, այս մի քանի տարի նասոսը միացնում ես մարդիկ այգիները հողերը մշակեն, 2 րոպե հետո հոսանքները անջատվում են, նասոսները վառվում են, ում ասում ես ոչ ոք դրանով չի կարող հետաքրքրվի, թե որտեղ է դրա պոչը, դրա սկիզբը, դրա վերջը։ Մի 5 ամիս առաջ Տաշիր Սամոյի հարսի հորոխբորձ տղենա, չգիտեմ ով է, ինչա, հին պետին հանեցին, թազա պետ եմ բերել, նշանակ է։ Փիրմալա գյուղից ոնց որ, իշքան գիտեմ։ Ու այսօր այդ տղեն ցուցերի է եթում, այդ պետը, թազա պետը, հետն էլ մարդ է տանում, պարոն վարչապետ։ Ես չգիտեմ յա ընկերները ովքեր են թաքցնում, չեն ուզում ներկայացնեն, բայց ես սրանից հետո պարոն վարչապետ, ես գրանցվել եմ, նամակել եմ տվել ձեզ, ես ձեր հետ հանդիպելու եմ, պարոն վարչապետ, լիքը բացեր կա, լիքը բաներ կա, որ ես ներկայացնելու եմ քեզ, Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ինչ կա, ինչ կատարվում է, ես այդ ամեն ինչից տեղյակ եմ, ես հատիկ առ հատիկ ներկայացնելու եմ, պարոն վարչապետ, ես հեղափոխության օրվանից կանգնած եմ եղել ձեր կողքին մինչև այսօր, կուզեի, որ աշխարհի բոլոր հայությունը իմ նման ու իմ նման շատ քիչ մարդիկ կան, շատերն էլ կան, բայց կուզեմ, որ արդար մաքուր նվիրված լինեն քո կողքին մարդիկ, ինչքան որ ես եմ կանգնած եղել, պարոն վարչապետ։ Լիքը շատ բաներ կա, որ ես բաց այան ներկայացնելու եմ, ժողովուրդ ջան։ Չգիտեմ ում է դուր գալիս, ում դուր չի գալիս, կասեն դու պետական աշխատող ես, կուսակցական ես, ում դուր կգա իմ աշխատանքը, իմ ուղիղ եթերները թող դուր գա, ում դուր չի գա, ես կարամ վաղնել գործից դուրս գամ, բայց կանգնելու եմ պետության ու պետականության կողքին, իմ վարչապետի կողքին։ Ես պատրաստ եմ, ես մինչև այսօր որ սուս եմ մնացել, բայց սրանից հետո ես սուս չեմ մնալու, բայց ես նախկինում ինչ արել եմ, միակ մարդն եմ եղել, որի մոտը թավից չի եղել ու ժողովուրդ ջան, ես իմ ամեն մի քայլափող իմ արածից չեմ փոշմանել, բայց սրանից հետո անելու եմ այն ինչը որ չեմ արել, ինչը որ չեմ ասելու եմ այս են ուղիղ եթերով, թող մարդիկ յանց տեղը լավ ճանաչեն, իմանան չգիտեմ այդ ուրդուց եկան, ոնց դարձան կուսակցական մարդիկ կան լիքը պաշտոնյաներ դարձան, այսի մեր մեղավորությունը, որ իշքան 5 թալանչիներ կա բերին մցրեցին համակարգի մեջ, կեսը դարձան չգիտեմ պաշտոնյա, կեսը դարձան կուսակցական, ես էլ եմ ասում, կանգնած եմ իմ պետության ու պետականության կողքին, պարոն վարչապետ, սա ֆիքս է, թող մեր բոլոր Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները ֆիքս են, որ Թալինի էլեկտրոցանցի պետը գնում է ցուցերի հետնել մարդ է տանում, ու այդ լիքը մարդիկ գիտեն, ինձ էլ ոչ ոք չի կարանալու կանգնացնի, դուխով պարոն վարչապետ, մենք հո կողքին ենք, սրանից հետո, ով ուզում է, ինչ ուզում է ասի, ինձ ոչ ոք չի կարանալու կանգնեցնի, մենք կուսակցական ենք, մենք պետական աշխատող ենք, Խիվոր պետական աշխատող ես, պետք է սուս մնաս, ինչ ասեն լսես,
Երկրի ղեկավարին քրֆեն ձեն չանես, ես միջև այսօր ժողովուրդ ջան, ին վրա քրեական գործը հիշում եք մի հոգու այն տարի, որ այդ խնդիրը առաջացավ, որ ծեծել էի։ Ինչի համար է ծեծել։ Որովհետև երկրի ղեկավարի կնոջը, համայնքապետին, սաղին, կուսակցական, վարչապետ սաղին քֆուր էր տալիս։ Ես այդ տղեն չեմ, որ իմ դեմը կանգնեն, իմ երկրի ղեկավարին, իմ թիմակիցներին, իմ ընկերներին քրֆեն, ես ձեն չանեմ։ Ես չեմ կարա։ Ու սրանից հետո, միջև այսօր հորս արև, ոչ մեկ գրիշ չարը իմ դեմը վարչապետին կամ իմ թիմակիցներին մեկը բան ասու, չեն էլ կարա ասեն, գլոխները պատերին կտամ, պատերները գլխներին կտամ։ Ես ուզում եմ, որ սաղս միահամուռ կանգնեք մեր պետության ղեկավարի կողքին, դուխով, ոչ մեկյան իրավունք չվերապահի, որ կարա չգիտեմ, երկրի ղեկավարին բան ասի, մեկը պաշտոնյա վախուց ձեն չանի, թողը մեկը փորձվի, սրանից հետո մեկը կպնում է վարչապետի կնոջը, սրա աղջկան, նրա կնգան, չգիտեմ ում, խի բդի ձեն չանենք։ Թավիշը մի կոմ արդեն, պարոն վարչապետ, դու մենակ չես, կանգնած են քո կողքին գիշեր ցերեկ միշտ արթուն ենք, դու շատ ճիշտ ճանապարհով ես գնում, շատ ճիշտ ես անում։ Իշքան օլիգարխներ, որ թալանչիներ կան, թալանել են, ես ես 7 տարի, պարոն վարչապետ, որ ծերացել եմ միջև այսօր։ Կանգնած եմ եղել դրանց դեմը լիքը թալաներ ու լիքը բացահայտումներ եմ արել, պարոն վարչապետ։ Ես անձամբ քո հետ խոսելու բան ունեմ։ Ես այնքան քեզ բան ունեմ ասելու, որ այդպես սուտի պաշտոնյաներ կան, որ իրանց արդարացնում են, անմեղ աշկով գալիս են կողոց սիլի բիլենել, որ իրանք արդար են, արդար չեն։ Ես լիքը բացեր կա, որ ես իրանց այդ արասներն ու չարասները ես ասելու եմ ձեզ, ու փաստերով եմ ասելու։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սրանից հետո ով ուզում է լինի, թողը մեկը փորձվի պետության ու պետականության դեմ դուրս գա։ Կամ մեկը փորձի ճամփափակի, չգիտեմ, էտա ցուցերի, գլոխները պատերին են տվել։ Կոչս Հայաստանի Հանրապետության բոլոր ոստիկաներին, բոլոր ԱՑ-ի ղեկավարներին, մենք ձեր կողքին կանգնած ենք, ովքեր որ թույլ կտան իրենց շատ վատ պահեն կամ ժողովրդին վախացնեն, գլոխները տրորում եք։ Ոչ մեկից չեք վախենում։ Ոչ մեկից։ Էլ եմ ասում պարոն վարչապետ, դուխով, կողդ կանգնած ենք, ցավը տանեմ։ Գիշեր ցերեկ միշտ արթուն եմ քո համար, քո ընտանիքի համար, իմ պետության համար, իմ բոլոր ղեկավարների համար։ Սրանից հետո ունենալու եմ շատ շուշուտ ուղիղ եթերներ, կներկայացնեմ այն մարդկանց, ովքեր որ իրանց դրել են շատ արդար, չգիտեմ, հայրենասեր, մաքուր կուսակցական մարդկանց տեղ։ Անուններով եմ խոսելու սրանից հետո, բայց պարոն վարչապետ, կոչով դիմում եմ բոլոր Հայաստանի Հանրապետության կառույցի ղեկավարներին։ Սա ֆիքսեք։ Թալինի էլեկտրոցանցի պետը իր թիմով այս մի քանի օր արդեն մասնակցում է, չգիտեմ, ցուցերին, չգիտեմ, գալիս են Երևանին չեն անում, ինչ են ուզում անեն, ով ինչ ուզում անի, գլոխը պատին է տվել։ Ժողովուրդ ջան, միշտ դուխով, ես կանգնած եմ ասում իմ պետության ու երկրի կողքին, իմ վարչապետի կողքին։ Ինչ անում ես ճիշտ ես անում, պարոն վարչապետ։ Մենք ո կողքին ենք։ Այսքան է ժողովուրդ ջան, սրանից հետո հաճախակ եմ ունենալու եթերներ, կխոսեմ արդեն անուն առ անուններով, ովքեր որ ինֆորմացիա կունենան նմանատիպ մարդկանց կերպարով, տեսակով, ինձ գրեք, ով ինչ խնդիր կունենա, որ ներսից կլնեն, թե դրսից կլնեն, մեջի մարդ կլնի, չգիտեմ, թիմակից կլնի, պաշտոնյա կլնի իմ համար, բոլորը հավասար են։ Ինձ գրեք, ինֆորմացիա տվեք, ես բոլորի դիմակները պատրելու եմ, ովքեր որ այդ թալանչիներին, որ կրիշավատ են անում, ներսից, կողից, կշտից, նեսի պաշտոնյաներից, ես կասեմ անունար անուն, ովում է պահում, ովում մասին է մտածում, ովում ումից շահեր ունեն։ Ես քո թիկունքին կանգնած եմ, պարոն վարչապետ, ես հատիկ առ հատիկ քեզ ասելու եմ։ Ես ամեն շաբաթ հանդիպման են գալիս, ես քեզ տեսնում եմ, ես հատ քեզ ասելու եմ, պարոն վարչապետ։ Դուխով
Մենք քո կողքին ենք, ցավը տանը, միշտ դուխով։